ինչեւ է ինքը մոլորակներով պատտվում է, հանդիպում է ու ամեն տեսակի մարդ է տեսնում, ով սիրում է իշխանում է երկու տարբեր մարդկանց։ Մարդիկ ովքեր են դες, օրինակ այդ որ գնում են հանդիպում էր, չէ, գնաց միտեղ, որ ինքը օրինակ արքան էր։ Ասեմ, երբ արևը դուրս կա, չէ, այդպիսի հատված կա։ Դες ով է։ Արքայի մոլորակից բոլոր մոլորակների արևմուտքը երևում էր, որ եւ արևը մայր է մտնում։ Շատ լավ, իսկ օրինակ ինչ է կրտածում, այդ մարդը Փորձում էր մարդկանց տեսակները։ Այդ ճիշտ ուղղության վրա, օրինակ Կար փառասերը, հարբեցողը, աշխարհագրավարը։ Լատերավարը, դες ինքը մարդ է, որ անկախ համիջից մեկամիջ ինքը գնում է իր գործը անելու, չէ, գնում է իր գործը։ Իշխանը միշտ սիրում է վերջամիսից, Հետո որ իր երեխան եւ որ ինքը գնաց ահվեցի մոտ ու տեսավ որ լիքը վարդեր կան, ինքը հիասթափեց, որ մտածեց իր վարդը միակը չէ ամբողջ աշխարհում, բայց այդ ամենը իրան ասեց, որ դա իր վարդն է ու իր համար իր հատիկ է։ Շատ ճիշտ է, իսկ այդտեղ նա շատ հետաքրքիր միտք է, որ ասում ենք բոլորս պատասխանատվություն ենք կրում նրանց հանդեպ, ում Ընտելացրել։ Ու ասում է փոքրիկ իշխանին, որ եթե կարա իրան է ընտելացնի։ Շատ ճիշտ։ Ասում է, խնդրում եմ ինձ ընտելացրու։ Փոքրիկ իշխանը ասում է, իսկ ինչ է նշանակում ընտելացնել։ Երբ որ ինչ-որ հարց էր տալիս, չէր համբերում, ուզում էր իր հարցի պատասխանը ստանալ, երբ որ չէր պատասխան չէր տալիս։ Ճիշտ է։ Իսկ սկզբանը հիշում եք, գրքի սկզբում մի հատ նկար կա, որտեղ որ ասում է մեծերը մի ձև են պատկերացնում։ Իսկ հետո ներսի եղեք։ Ահա, ճիշտ է։ Իսկ որ դուք նայեցիք, անկեղծ, օրինակ ինչ պատկերացիք, որ այդ տեսեք։ Ես որ կարդացել եմ, Փիղը օծի մեջն է։ ես որ մեծ տարիքում եմ կարդացել, անկեղծ գլխարկի եմ տեսել, բայց դա դուք դուք որ այս տարիքում կարդացել եք։ Գլխարկը պատկերացնի։ Չէ, ես սկզբից փեղի կնչիները տեսա, հետո տեսա, որ փեղի օծի մեջ է։ Ներսի կողմից էր։ Հա, ներսի կողմից։ Իհարկե, տեսել եմ գլխարկս։ Իսկ հասկացաք, որ ինքը իրականում շփվում է մարդկանց տեսակների հետ։ Հասկացաք, օրինակ այն մարդը հենց արքայի կերպար, շատ հետաքրքիր կերպար, մարդկանց բոլորիս մեջ կան մարդիկ, որ իրանք մեծ հաշվով այդ մոլորակում ոչ ոք չկար ինքն է, բայց ինքը իրան ամեն ինչ է ուզում, ամեն ինչ է երևականում, բայց իրականում ինքը տերը չէ այդ ամեն ինչը, որտեղ արևը առանց իր ասելու մեկը ծագելու էր, մայր էր մտնելու, ոչ մի բան չէր փոխել, բայց ինքը իրան այդպես է տրամադրել։ Նույնը լավ տերավարի կերպար, չէ, ինքը անընդհատ ասում է ինչ կփոխվի բաներս, բայց չէ, ինքը գնում է։ Ինչ։ Որ այդ մի հերոսեր կա, որ ասել էր անգամ հաշվում։ Ճիշտ է, կան։ Բոլոր այսպես ինքը կորացել է։ Ասել բոլոր ասկոմի ինն է, ոչ մեկ որ չի վերցնում, չի ասում չնա, առաջին եսին ուրեմն ասել է բոլոր ինձ են պատկանում ու հաշվում էր։ Բայց այդ էլ է, էլի մարդկային տեսակ, այսինքն չնայած հագավության տեսակ, այնտեղ հաշվապահի չէ, մարդը անդադ ինքը հաշվարկերի մեջ է, աշխարհագրագետի կերպարը, բայց ի վերջո իր համար էր հասկանալի։ Հարբեցող կան, որ ասում էր ամաչում է իր խմերից։ Բայց շարունակում է։ Իսկ վարդի մասին ինչ կասեք։ Վարդը ունի ընդհանրապես 4 փուշ։ Ասա։ Վարդը փոքրիկ իշխանը իր գնալուց առաջ ասեց վարդին, ես քեզ կկարոտեմ, իսկ ինչ անեմ, որ ուրիշ ենթայներ քեզ չուտեն, վարդը ասեց ոչ ոք, ես դաժ բագրերից չեմ վախենա, քանի որ ես ունեմ փշեր եւ կպաշտպանվեմ այդ փշերով, փոքրիկ իշխանը ուզում էր մի ապակուց գմբեթ դրել վարդի վրա, բայց վարդը ասաց ոչ, ես չեմ ուզում այդ ապակուց գմբեթը, գիշերվա քավիները իդ օգուտ կտա փոքրիկ իշխանը ասաց բա որ Հիմա դարած, իսկ վարդը ասաց, ոչ, ես գոնե մի քիչ կոկորտացավ կստանա, բայց կսպասեմ քեզ։ Եվ վարդը ասեց, խոստովանեց իր սիրտը եւ ասեց, ես քեզ սիրում եմ, վարդը։ Փոքրիկ իշխանը ասեց։ Իսկ ինքը տակտիկ ասեց։ Վարդը փոքրիկ իշխանի գնալուց հետո մոլորակում մենակ մնաց ու սկսում էր մարսել ու Իրան մենակ էր զգում ի վերջո, որովհետև փոքրիկ իշխան էր։ Սկսում էր մարսել, իսկ երբ որ փոքրիկ իշխան իրան մոտ էր, իրան խնամում էր։ Փոքրիկ իշխան երբ որ վարդին հրաժեշտվեց, վերջին անգամ վարդին ջրից ու այդ փոքրիկ հրաբուխները մաքրեց, որ համարի իր ծնկին հասել։ 3 հրաբուխ մեկը հանգացել, երկուսը որպես աթոռ էր օգտագործում հրաբուխը։ Իսկ փոքրիկ իշխանի երբ որ ասա դու այսօր հա ուզում էիր ասել, չլսեցի։
վախենում էին բաուբաներից, քանի որ նրանք մեծանում են եւ կարող են վնասել նրանց երկրագունդը։ Երկիրը, այո։ Իսկ փոքրիկ իշխանը երբ որ օծը գալիս ու կծում է, այդ ժամանակ ունենք ինչ մտավ, չէ՞, գալիս է եւ վերջին պահին իրան կծում է, ինքը տակություն ազգում, ինչ այդ բանը իսկացի օծում, ինչ եղավ, ինչի թողեց օծը իրան կծել, որտեղ վերջին ինքը համաձայն էր, չէ՞, որ օծը իրան կծել։ Ոզի իրան միայնակությունից որ ինքը մենակ է մնացել։ Են միայնակ Բարգացած է եղել։ Իրան կեչուներ եւ ոչ ոք իրան չէր հասկանում։ Իրան միայնակ է։ Ու երբ որ հաջորդ օրը օթաչն եկավ իր մարմինը քիչ բայց իր մարմինը չկար։ Ինքը գնացել էր իր մարմինը։ Իր մորորակ իր բաղ կարայել վերնեսել։ Դուք Այդտեղ որ աղջիկը գնաց կրիշ, իրան ասում էր, որ հա տանիք, որ ես եկել եմ քո հետևից ու փոքր իշխանն ես, ինքը ասում էր, չէ, ես պարոն իշխանն եմ, այդ բանն էլ է շատ հավես։ Այդ չեմ հիշում այդ բանը։ Հա, մուրտիկից է, հա։ Մուրտիկն եք նայել։ Ապրեք։ Իսկ տարբերություն կար գրքի ու մուրտիկի մեջ, օրինակ ես մի հատվածը ֆիքսեցինք, էլ ինչ հատվածներ կա, որ օրինակ դեռահասեր Փոքրիկ իշխանը դեռահասեր եւ չէր ուզում վերադառնալ իր երկրագնդի վրա։ Չէր ուզում վերջապես տեսնել ծառի բարձր։ Բայց հետո մուլտֆիլմում որ հիշում է այնքան հավես է այդ բահը եւ որ ինքը հիշում է ամեն ինչ իր բարձի։ Ամերիկյան է այդ մուլտը։ Ամերիկյան է։ Տեսել եք, ես չեմ տեսել։ Հա։ Հա, հա։ Ես հայերեն եմ թարգմանված նայել մուլտֆիլմը։ Ի վերջո, ինչ հասկացա գրքից, ինչ ստեղծել գրքից։ Մարդկանց տեսակների մեծերին դուր են գալիս թվերը եւ եթե օրինակ դուք ասեք այս մարդը ձեր հետ ուզում են կերանալ, նրանք կհարցնեն իր քաշը, տարիքը եւ այլն։ Բայց եթե դուք ասեք այս մարդուն այս նա ուզում է քո հետ կերանալ եւ նա շատ բարձր է եւ կամ այլն եւ ունի գիտություններ մեծերին դա հետաքրքիր չի լինելու պետք է մեծերին այդ գրքով ասված է որ մեծերին պետք է թվերով կամ շարերով ասել Այսինքն մենք կարող ենք մտածել, որ գրքից, հենց գրքից հասկանում ենք, որ մեծերը ավելի մեծերի երևակայությունն էլ տարիք է սկսում ավելի սահմանափակ, չէ՞, օրինակ երեխեքը շատ ավելի լայն մտածելակերպ ունեն, լայն երևակայություն ունեն։ Սկզբից տեսավ, ասից խնդրում եմ ինձ համար միակ գառնուկ նկարի։ Հա, կարեց ասում չէ, ես գառնուկ ունեմ։ ոնց որ Չեմ հիվանդ կարող պահել համել ասում եմ, Կարդացել ես, թե մուլտն ես նայել։ Կարդացել ես, հա։ Ես էլ եմ Փոքրիկ իշխանը կարդացել ես։ Հետո մի հատ ազգեսվեց, ասես մեկը գառնուկ մեջ նա, հետո փոքրիկ իշխանը անհավստան մեր ասում էր իմ գարտը կուտի չէ։ Ինքը տենց նկարեց, բայց մոռացել էր կանտ նկարել ու անհանգստանում էր, որ գառնուկը կարա փախչի։ Ինքը շատ համել պերֆեկցիոնիստ, այսինքն ինքան տատ կատարելության է, չէ՞, դուք մի հատ հարցի պատասխան չես տանում, դուք ասիք ինքան տատ անհանգստանում է, որ մեկ աստղերի հարցում է հաշվապահը, ասեց 500 միլիոն չգիտեմ ինչքան աստը, փոքրիկ իշխանը անդադ հարցում էին, միջի ինքը պատասխան տա, քանի աստղային քաշվի։ Բայց ասենք ասվել է անհամար է, չէ՞, բայց այդ մարդը ինքը մեծ հաշվով ինքը մարդկային են տեսակի խմբին է, որ անում է մի հատ աշխատանք, բայց ինքը իր աշխատանքի վերջի իմաստը չի հասկանում։ Ինքը անում է, հաշվում է, բայց ինքն էլ լավ գիտի, որ մեկը ինչքան էլ հաշվի չի վերջանա ոչ մի բան, բայց ինքը շարունակում է իր աշխատանքը կատարել։ Ու այսօր երեխեք մենք համեր մի լավ թեմա հետ պետք է քննարկենք, դուք մեզ էլ որ ծանոթացնեք ձեր տողների հետ։ Ես շատ բաներ չգիտեմ, բայց կփորձեմ ինչքան ես գիտեմ, ինչքան որ կարողացել եմ ես ասեմ, հետո դուք արդեն ավելի լայն ներկայացնեք ինչ է կանում։ Տիգրանը ճանապարհին ասեց այսօր կլոչ թխելու օրն է։ Անցած ամիս։ Այդ մեր աղի բլիցն է։ Իսկ մեր միջինքն է։ Միջինքը։ Նշում ենք մեր նոր տարին այդ օրը գաթա ենք թվում ու մեջը կոպեկ ենք դնում հաջորդ օրը առավոտյան սազում ենք ամեն մեկին ու պիտի տան սրբերի աններով ենք կտրենք ու
Այսպես կան դանակի Եթե դանակին անգնում դանակի միջտեղ ուրեմն վաղ պիտի մատաղտա Այսինքն որ առնում է դանակին կողպեկը հետաքրքիր իսկ ես լսել եմ որ համել այդ օրը 7-րդ փոքր կաթաներ են խփում որ նշանավորում է շաբաթվա 7 օր ու 7 սրբերը ճիշտ է այսինքն այդ բոլորը դուք նախորդ ամիս եք արել այս օրվա տոնը կոչվում է զատի այդ օրը հիմա մենք հապճուի ենք հապկիտներ ենք խաշում հետո ներկում ենք եկելուց հետո են այդ հապկիտները մրցում ենք ում ավելի լավ եւ ամուր կլինի ու այդի տենց կարելի ասել նշում եք մեր գարնան նշում եք մեր գարնան գալուստը Բայց վերջում այդ ծավի կճեպները թաղում են այգիներում, որ բերք ու բարություն բերի։ չենք գցում Ես ձեզ մի բան ասեմ Օրինակ ձվերը ներկում են կամ կարմիր կամ սպիտակ, օրինակ կամ դերին օրինակ արևի պատվի, պարմինի կամ աշնան։ Սպիտակն մաքրությունը։ Հա, սպիտակի մաքրության շեմսին։ Ես ձեզ մի բան ասեմ, իրականում տոնի նախապատմության հետ կապված վարկած կա, որ տոնը իրանական ծաղկունաբանություն ունի, որովհետև անվանում է, ձեզ էլ ասացի, չարշանբե, բացի է, նշանակում է չորեքշաբթի, չարը 4-ը, շանբեն է, ես երերել եմ տոնի նախապատմությունը ամեն համարվում է, որ գնում է դեպի Սասանյան շրջան, չգիտեմ լսել եք, թե չէ, իրանք հնագույն իրանական ներկայացություն է եղել, մինչև այդ շրջանը հասնում է ու մնացել է այսօրվա Իրան, այսօրվա իրանցիները Նովրուզը իրանց համար համարվում է նոր տարի, տեսեք դուք նշում եք հիմա որ տարի նոր է սկսում, իսկ իրանցիները նշում են Նովրուզի նախորդ օր երեքշաբթի գիշերը, որ մտնում է չորեքշաբթի։ Յալդայի գիշերները կամ ներկում Չէ, Յալդան ինքը դեկտեմբեր ամսին է նշում, ես նշում եմ մարտին ու կոչվում է ինքը չարշանբե սուրի։ Իրան բանում են այդպես է, մինչև այսօր իրանցիները նշում են ու հետաքրքիր մի բան կա, որը կրակ են վառում, նմանա մեր տրնդեզին։ Կրակներ են վառում, թռնում են կրակների վրայով։ Իսկ այդ տոնը դուք մի հատ տեսակ պատմեք, որտեղ ես շատ բան չգիտեմ։ Երկու անգամ գրացած մեկը Սուրբ Սարգիսի խթանի տոնի ժամանակ հետո երկու բասի փոխում ու աղբիլի թեյում։ Սիրահարները, թե ազատները։ Ու այդ աղբիլը մի կե ասապ աղջիկը պատրաստի։ Մեկ էլ մենք, որ ես դուք հայերեն ասում եք տերենից, մենք եզերեն ասում ենք գրգրիկ այդ ժամանակ էլ ենք վառում, հենց այդ կլոչի ժամանակ։ Կլոչի գիշեր։ Հա, վառում եք ու էլի թռնում եք, չէ՞ կրակի վրա։ Ես դերեն ոնց եք ասում։ Իրանցիները որ թռնում են կրակի վրայով, այդ ժամանակ մի հատ արտահայտություն են անում, ասում են Զարդի Էմանաստո, Սորխեթո Ազման։ Ասում է իմ դեղին է, դեղին նշանակում է ինքը, չգիտեմ, չէ՞, որ կենթանին հիվանդամա մի տեսակ դեղին գույն է ստանում, հիվանդության խորհրդանիշն է, ասում է իմ, այսինքն հիվանդությունը քեզ, կրակի կարմրությունը վառ լինելը, որ նաև կյանքի խորհրդանիշն է, ասում է թող փոխանցվի։ Ձեր թուշիկների պես։ Այդպես նաև օրինակ մեր եզիներից կան մարդիկ, որոնք օրինակ երեխաների ատամները որ ընկնում են, երեխաները պետք է գնան իրենց տան սրբիդեն եւ ասեն վերջ այս ատամը քեզ ինձ դուր գալի կամ ուրիշ ատամ։ Մեր մոտ էլ կա Արքեզ գառան ատամ, դու ինձ գայլի ատամ։ Ինչ։ Իմ ատամները որ փոխի ժամանակ լինում են կամ ատամներից միշտ գցում է հետևը ասում է հանդիս գառան ատամ, դու ինձ գայլի ատամ։ Անգամ ես էլ եմ գցել, ես ոսկի ատամ եմ հետո մի քիչ մեծ Կամ հարցի դեպի բողոք կինիների կան տանեն, տենց էլ է գտած։ Հա, պես մուլտիկ էլ չէ՞ կա, որ